խմբակցության անդամներից մեկ այսօր նիստին ներկա չէր, հետո մենք մյուս հարցը կտանք, թե շատ բարի, մեր խմբակցությունից այսօր եթե նկատեցիք Նարեկը Միրզոյան բացակայ էր, բայց ես ասեմ, որ Նարեկը 3 իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ժամը 12-ին ես իրենց զանգի ունեցել, քննարկում ենք ունեցել, որովհետև բարբերաբար քննարկումներ ենք ունենում, թե որ հարցի հետ կապված խմբակցությունը ինչ որոշումներ ունի եւ այլն, քննարկումն արեցինք, ինքը մասնակցեց հանձնաժողովի նիստին, հետո ասաց, որ գործերով Երևան է շտապում, այդ շտապողականությունը հիշում եմ։ Այսօր առավոտյան մենք իմացանք, որ Միրզոյանի կնոջ հետ խնդիրներ կան, կինը առողջական խնդիրներ ծայրահեղ վիճակում է, այսպես ցավոք ինֆորմացիան պիտի ասեմ, որ գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնում եւ այս պահին մեր բոլոր ընկերները, ովքեր Երևանում են այնտեղ են, պարոն Գրիգորյանը անձամբ հեռախոսազանգերի միջոցով եւ բժշկական կենտրոնի հետ է խոսում եւ Նարեկի հետ։ Հիմա էլ այս ամեն ինչ ավարտելուց հետո մենք եւս պիտի շտապենք գնալ Նարեկի մոտ, որպեսզի փորձենք օգնել աջակցել մեր ընկերոջը։ գիտենք, որ լինելու է որ սա մանդատակողություն քաղաքական շահարկումներ հաստատ լինելու են, որովհետև մինչև այդ էլ արդեն պարոն Գրիգորյանի ձեզ խմբակցության շուրջ ինչ որ քննարկումներ եղել են։ Սպասում էինք այս հարցի, որ պիտի հարցնենք արդյոք քաղաքական է, ոչ, սա որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված եւ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը պիտի, ասում եմ, 3 ինքը եղել է աշխատանքային օրակարգի մեջ, իրավական հարցերն են, վերջին հանձնաժողովի նիստն է լինում, ու մեր վերջին դիտարկումները գալիս փակում են իրավականում, քննարկումներ են կարել, ինքը ակտիվ մասնակցել է եւ մեր ակտիվ ավականու անդամներից մեկն է, եթե նկատել եք։ Եվ ինչպես կմեկնաբանեք քաղաքացիական պայմանագրի ամբողջ կազմությունը հայտարարել, սա բոյկոտ է, թե անկեղծ ասած դա պիտի ճիշտ կլինի իրենց հարցնենք, թե իրենք քաղաքական բոյկոտ են, թե գուցե խնդիրներ են ունեցել, չեմ կարող այս հարցին պատասխանել։ Ամեն դեպքում այսպեսի բաներ կարելի է սպասել, որովհետև գիտենք, որ այս պահին ինչ իրավիճակում է, Գյումրու քաղաքապետը կալանավորված է, ձերբակալված է եւ այլն, այսինքն բավականին մանրամասն տեղեկացված եք, այս ամենը քաղաքացիական պայմանագրի կողմից կարծես թե սպասելի է, անակնկալի չենք եկել, այնպես չի, որ դեկտեմբերի 1-ին ձյուն եկավ զարմացանք էլի։ Հիմա եթե 2 անգամ ավականու նիստ չլինի, լուծարման կգնա Երեք կարծեմ։ Երկուսն էլ 3-ն էր հավարկած։ Ինչով է վստահ, որ այս սցենարը չի կրկնվի։ Այսինքն որևէ մեկը չի բացակայի նաև ընդդիմության շարքերի։ Տեսեք, այսօր ոչ միայն Նարեկի հետ կապված բավականին մանրամասն խոսեցինք, նաև կոմունիստական կուսակցությունից 2 մանդատ պակաս էր։ Մեկը պարոն Ղուկասյանի մանդատն է, մյուսը հերթական համարը չեմ հիշում, այն մարդն է, ով այս պահին տնային կալանք ունի, եթե հստակ ինֆորմացիա ունեմ։ Բայց մանդատա այդ փոխանցման գործընթացը 7 աշխատանքային օրվա ընթացքում է տեղի ունենում, այսինքն մեր մոտ դեպքերը զարգացումներ այնքան արագ են լինում, այսինքն մանդատը հանձնում են մարդուն, հետո պարզվում է, որ այդ մարդը արդեն ձերբակալման կամ ինչ-որ գործընթացների մեջ է, որ այդ 7 աշխատանքային օրը մեկ-մեկ էլ դանդաղում են եւ այլն, այսինքն չի լրացել։ Ես կարծում եմ, որ եւ մեր ամենասկզբի Կարեն Բադալյանի հետ կապված այդ դեպքը, որ մենք մատնանշեցինք ու ցույց տվեցինք, որ սա օրինակ պիտի լինի, որ մանդատների համար նաեւ մանդատների համար պիտի շատ լավ պայքարենք, այս 2 ամսվա ընթացքում կարծում եմ, որ անպայման ընդդիմությունը իր մեծամասնությունը կապահովի պարտադիր։ Շնորհակալություն։